Հարգելի հայրենակիցներ, Կենտրոնական բանկը ըստ էության լռելիային տալիս է իր համաձայնությունը, որ ոչ միայն ունի առնչություն իմ բանկային գաղտնի կազմող տեղեկությունների արտահոսքի հետ, այլ նաև հենց ինքն է հանդիսանում դրա կազմակերպողը և դրա էական օղակը։ Դեռևս հուլիսի 23-ին ես գրավոր դիմել էի Կենտրոնական բանկին, որպեսզի հասկանամ, թե ինչպես է բանկային գաղտնի կազմող տեղեկությունների այդ զանգվածային արտահոսքը տեղի ունեցել, ում միջոցով և արդյոք կա դրա համար որևէ իրավական հիմք։ Մինչդեռ արդեն անցել է շուրջ 1 ամիս, բայց մենք չունենք որևէ պատասխան։ Օրենքով սահմանված 15 աշխատանքային օր անցնելուց հետո մի քանի օր առաջ ես զանգահարեցի Կենտրոնական բանկի համապատասխան աշխատակցին։ Խնդրեմ լսենք ձայնագրությունը։ Որ խնդրեմ ինձ կասեք, ինչ ընթացքում է իմ դիմումը։ Ձեր դիմումը նախագիծը պատրաստ է, առաջիկա օրերը վստահաբար պատասխանը կստանաք։ Եթե վաղը չստանաք, մյուս օրը հաստատ կստանաք։ Լավ, իսկ էլեկտրոնայինով եք ուղարկելու, թե փոստով։ Դուք մեզ էլեկտրոնային եք։ Եվ էլեկտրոնային, եւ փոստով։ Դե էլեկտրոնային կուղարկենք, որպես կանոն, եթե կա էլեկտրոնային հասցե դիմմատին գրել է, էլեկտրոնային մեյլով պատասխանում ենք, որ ավելի արագ լինի։ Լավ, շատ բարի, շնորհակալություն, կսպասեմ։ Կներեք ուշացման համար։ Խնդիր չկա, ուղղակի ինձ որոշակի ընթացքի հետ կապված պետք էր, բայց ամեն դեպքում կսպասեմ ես ձեր պատասխանը։ Հա, շնորհակալություն։ Լավ, ստեսություն։ Այս տեղեկությունները ստանալուց հետո համբերատար սպասեցի ևս 2 օր և օգոստոսի 20-ին կրկին զանգահարեցի Կենտրոնական բանկ։ Պատասխանատու ստորաբաժանումներում ամբողջ օրվա ընթացքում ոչ մեկ չէր պատասխանում զանգիս, իսկ քարտուղարության պատասխանը կխնդրեմ լսեք հաջորդ ձայնագրությունում։ Ես այն օրը ձեզ հետ խոսել եմ, ես երեք ճիշտ ասած Արտուր Դավթյանի հետ խոսեցի, ասաց երեկոյան ձեզ հետ խոսել է։ Խոսել է ձեզ հետ։ Իմ հետ խոսել է 3 չառաջ օրը երեկոյան, խոստացել են, որ վաղը կամ մյուս օրը, ամենաուշը մյուս օրը, այսինքն 3 կամ ամենաուշը այս օրը մինչև կեսօր կտամ, բայց օրը ավարտվում է, բայց մենք պատասխան չունենք։ Հեսա 1 վայրկյան տեսնեմ պատվիրել են, չեն պատվիրել, ինչ փուլում է, ես ձեզ զանգահարեմ։ Ինչն են պատվիրել, կներեք։ Գրություն էլի, որ պիտի իրանք պատվիրում են։ Ինձ ասես պետք է էլեկտրոնային տարբերակով ուղարկեն, ես չգիտեմ։ Հա, ամեն դեպքում պիտի բլանկավորեն նոր։ Ինձ ասես պատրաստ է գրությունը, նախագիծը, բլանկավորած է, ուղղակի պետք է ստորագրվի։ Լավ, ես մի հատ հեսա նորից ճշտեմ, ձեզ զանգահարեմ, հա։ Բարի, շնորհակալ եմ, բասի։ Հարգելի հայրենակիցներ, այս ցկցկումները և պատասխանների բացակայությունը կամ պատճառաբանությունների բացակայությունը հստակ խոսում են մի բանի մասին, որ այն վարկածը, որը որ առաջ է քաշվել իմ կողմից, դա իրականություն է։ Ցավոք սրտի իրականություն է, որովհետև ես երբեք չէի մտածում, որ Կենտրոնական բանկը կարող է պաշտոնապես հավաքագրել բոլոր բանկերից իմ ընտանիքի բոլոր բանկային գաղտնի կազմող տեղեկությունները, ընդգծեմ, որ դրանք կազմում են ավելի քան 30,000 տվյալ, այսինքն ամբողջ կյանքի ընթացքում մեր կողմից կատարված թեկուզ 10 դրամի գործարքը, թեկուզ 100 դրամի գործարքը, թեկուզ 1 միլիոն դրամի գործարքը հավաքագրվել է, վերլուծվել և ամբողջությամբ ներկայացվել ապօրինի եղանակով ոստիկանության աշխատակիցներին։ Իսկ թե ով է պատասխան տալու սրա համար, ցույց կտա ժամանակը։ Վստահեցնում եմ, որ իրականացնելու եմ օրենքով սահմանված բոլոր գործողությունները, որով որ կբացահայտեմ թե Կենտրոնական բանկի դերն ու նշանակությունը սույն ապօրինությունների մեջ, թե ոստիկանության ապօրինությունները այս ամբողջ գործընթացի մեջ։ Միաժամանակ հայտնում եմ, որ երկուշաբթի նախատեսում եմ համապատասխան նամակներ իրենց հիմքերով, իրենց ապացույցներով հղել Արժույթի միջազգային հիմնադրամին, Համաշխարհային բանկին, Ասիական զարգացման բանկին և Եվրոպայի զարգացման ու վերակառուցման բանկին։